Պատմություն այն մասին, թե ոնց փոխտնօրենս ինձ ապտակեց ոչ մի բանի համար։ Այդ ժամանակ ես 8-րդ դասան էի ու անգամ օրն եմ հիշում, 5 շաբթի էր։ Այդ ժամը մեզ մոտ ֆիզկուլտ էր ու քանի որ ես ատում եմ ֆիզկուլտը ամեն ինչ անում էի, որ այդ դասերին չգնայի։ Հենց էր ստացվել, որ իմ դասընկերներից մեկը իր թեմատիկը չէր գրել ու մի քանի օքով մնացել էինք դասանում, որպեսզի իրան օգնեին։ Այդ ժամանակ ընտրում են դասարանի միջի ամենահարիֆին, այսինքն ինձ, որպեսզի ես գնամ ու վերցնեմ մեր դասղեկից այդ թեմատիկի թեստերը։ Դասարանից դուրս եմ գալիս, գնում վերցնում եմ թեստերը, հետ գալուց տեսնում եմ, որ փոխտնօրենը կանգնած է միջանցքում ինչ-որ մեկի հետ խոսում է։ Մեր հայացքները խաչվում են ու ես 100% վստահ եմ, որ ինքը գալու է իմ հետևից մեր դասարան։ Ես միանգամից մտնում եմ դասան ու երեխեքին զգուշացնում եմ, որ հաստատ ներս է գալու, որտեվ իրան տեսել եմ։ Եվ գուշակեք ինչ, այո, ինքը գալիս է իմ հետևից դասարան։ Ես միանգամից հայացքս մի կողմ եմ թեքում, որ մենք իրար չտեսնենք, բայց բնականաբար ինքը երեխեքի վրա բարկանում, ասում է ինչ եք անում այստեղ, միանգամից իջեք ֆիզկուլտի դահլի։ Ես էլ երեխեքի հետ ուզում եմ գնամ, երբ ինքը կանգնացնում է ինձ ու ասում է, որ մոտենամ իրան։ Ես վախեցած մոտենում եմ իրան, քնայում այնց ասում է. Ինչի համար ես վրաս ծիծաղում, եթե ինչ էսի վրա չէի ծիծաղում։ Ես առհասարակ վախեցած էի ու չէի ուզում այդտեղ գտնվել։ Չեմ հասցնում անգամ արդարանալ։ Ոսկը բերանումս կիսատ մնում, երբ ինքը ամբողջ ուժով ինձ ապտակում է։ Ոչ մեկ չի հասկանում, թե բան ինչ կատարվեց։ Բոլորը սենց ապշահար նայում են մեզ ու ես մի կերպ եմ իմ արցունքները զսպում։ Ինքն ինձ ինչ ասես, չի ասում, նոր երեխեքի վրա է բարկանում, հետո թողնոր բոլորը գնան։ Ես էլ արդեն ուզում եմ անհետանամ այդ հատվածից։ Ձեռքիցս այսպես բռնում է ու ասում է, իսկ դու աղջիկ ջան, վաղ միսօր հարս ես գնալու։ Իմացի թե քեզ որտեղ ոնց պահես։ Ես ընդամենը 13 տարեկան էի։ Խոսքով ես լացելով դուրս եմ գալիս, գնում ենք ֆիզկուլտի հանդերձան, սկսում եմ ողբալ բառացիորեն, գալիս եմ դասանի աղջիկներ, ասում են թե ինչ ա եղել, մոտիկս պատմա ինչու նա խնդիրը, բոլորով գնում ենք դասան ու այդ բանը տեղի ունենում ամենազարմանալին իմ համար։ Իմ դասանի երեխեքը որոշում են, որ պիտի գնան տնօրենին մոտ բողոքեն, որ փոխտնօրենին հանեն դպրոցից։ Ինչի համար էր իմ համար ապշեցուցիչ, որտեղ իմ դասանի երեխեքը այդ շրջանում ինձ նեղացում են ու ես չգիտեի, որ իրանք սենց կարան ինձ պաշտպանեն։ Բնականաբար իմ դասղեկը չի թողնում, ասում է ամեն ինչ կհարթեմ ու մի խոսքով այդ թեման տենց ջրվում գնում է։ Ինչի համար մեզ պատմություն ես ես պատմում ժողովուրդ, եթե ձեր մոտ էլ սենց դեպք լինի, ինպես հիմարաբար չլռեք։ Իսկ եթե ձեզ ավելի հետաքրքիր, ուղղակի հետևեք էջիս։ Բայ։